Սիրելի ֆուտբոլասերները մեզ մոտ շարունակվում է խաղային օրը Չեմպիոնների լիգայի շրջանակներում ու օրվա վերջին հանդիպումն է մեկնարկում կմեկնարկի հենց հիմա այո տրվեց մեկնարկային սուլիջը մրցավարի գնացինք եւս մեկ հետաքրքիր հանդիպում միասին դիտելու որտեղ մրցում են քիչ առաջ Յուվենտուս ոտվոր հանդիպման այդ զույգի հիմնական մրցակիցները այս խմբում Լեռնային Արցախը Կադիսը արդեն կպարծեն միմյանց միջև հարցերը Կադիսը կրել է պարտություն առաջին տուրում Լեռնային Արցախը տարել է հաղթանակ, բայց այսօր արդեն իհարկե երկու թիմերն էլ ավելի ինչ որտեղ ուշադիր ֆուտբոլ են փորձելու մատուցել արդեն իհարկե Կադիսը պետք է մտածի այլևս հնարավորինս կերպով միավոր չկորցնելու մասին մի խոսքով այս հանդիպումը մի շարք հետաքրքրություններ ունի իրենից ներկայացնող, որի մասին խոսենք ընթացքում եկեք հիմա արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ ու սկսենք Լեռնային Արցախի ֆուտբոլիստներից դարպասը պաշտպանում է Էրիկ Խաչատրյանը, համար 1 Մարատ Կարապետյան, համար 2 Արտուր Աբրամյան, համար 3 Արությունյան Մանգասարյան, համար 8 Կամո Մանգասարյան, համար 9 Արսեն Արությունյան, համար 17 Նարեկ Դանելյան, համար 20 Միքայել Արաքելյան, համար 22 նա այսօր թիմի ավագն է Տիգրան Համբարձումյան, համար 23 Արամ Միրզոյան, համար 33 Արանք Կոստադյան, համար 77 եւ Նիկոլայ Համբարձումյան, համար 99 Կադիս դարպասը պաշտպանում է Մարտին Ստեփանյանը, համար 1 Հայկ Ղևոնդյան, համար 4 Կարեն Ավետիսյան, համար 5 Նարեկ Մակարյան, համար 9 Սևադա Օհանյան, համար 10 Վարազդատ Դուրգայան, համար 11 Նաթիմի ավագ Գեղամ Խաչատրյան, համար 17 Ռուբիկ Ջուլակյան, համար 23 Կարեն Շիրխանյան, համար 27 եւ Սրապիոն Բաբավլոյան, համար 77 Գրում է Լեռնային Արցախը Կարապետյան ցածրից արված ու այստեղ Ստեփանյանը կարողացավ վերցնել գնդակը եւ երկար փոխանցում կատարել առաջ Օհանյանը մի փոքր լավ չընդունեց գնդակը, բայց մնաց գնդակը Կադիսի տղաների մոտ Մակարյանսը քողարկված փոխանցում էր ու եթե կարողանար հասցեագրել գնդակը Խաչատրյանին շատ վտանգավոր դիրքում նա կստանար արված կատարելու իր հնարավորությունը Կարապետյան մեյքափումով, բայց այստեղ այո, Դանելյան ավելի շուտ արձագանքեց գնդակին, քան Կադիսի տղաները, Կարապետյան սա խաղթում էր ակնհայտ խաղի կանոնների խախտում ու արդեն Լեռնային Արցախը փորձում է սկսել իր առաջին եւ կարևոր գրոններից մեկ այո Մանգասարյանը երգվեց փորձ ու այստեղ եթե չեմ սխալվում Հարվածի ճանապարհին Ավետիսյանը կանգնեց քանի որ այս դարպասներ ընդանում գրո իհարկե ասացի առաջին գրո ճիշտ է մեկ հարված հետևեց Ստեփանյանի դարպասին քիչ առաջ ու Ստեփանյանը վերցրեց գնդակը բայց դա ավելի շատ մի փոքր հեռվից էր ու այդքան էլ որպես առաջի գրո կարող էինք իհարկե չհամարել իսկ հիմա արդեն տեսնենք ինչպես է Կադիսը փորձելու որևէ բան ձեռնարկել Շիրխանյան խաղթեց այո Մանգասարյանը խաղի կանոնները հարված է Շիրխանյանի ոտքին Կատարեց փոխանցում Շիրխանյանը այստեղ վերահսկեցին իրավիճակը Լեռնային Արցախի տղաները Կամո Մանգասարյան, Մարատ Կարապետյան այսօր երկու թիմերի կազմում էլ կա կարևոր ֆուտբոլիստների բացակայություն, կարևոր օղակների բացակայություն, ես այսպես կասեմ այսօր Կադիսին չի կարողանում օգնել թիմի առաջատարներից մեկը Ռոբերտ Ֆիդանյանը այս հանդիպանը դա չկա թիմի հայտացուցակում Եվ իհարկե Ֆիդանյանի բացակայությունը անկասկած խաղադաշտում իր տեղը զգացնել տալու է ես սահակամայից հիշում եմ Ֆիդանյանի վերջին անցկացած հանդիպումը Հիմա այս գրո հետևենք ու այստեղ հիմա եթե Օհանյանը մի փոքր հաջող կասեց թե Դուրգանյանը երևից փոր թագվեց Դուրգանյանի հարվածը Այո հիշում եմ Ֆիդանյանի վերջին անցկացած հանդիպումը, որտեղ 3-0 պարտվելից կարողացավ Կադիսը վերադառնալ խաղ ու հաղթել երկրորդ տարակեսում 5-4 հաշվով Բորուսիա Մյունխեն գնաց բախին այդտեղ իսկապես Ֆիդանյանը վերածվեց հերոսի այդ խաղում։ Եվ հետրկի եղինակ դարձավ մի խոսքով ամեն ինչ արեց այդ խաղում իր թիմի հաջողության հասնելու գործում եւ կարելի է ասել Ֆիդանյանը դարձավ այն ամենի սկիզբը ինչ արեց այդ օրը Կադիսը
Եվ այսօր Ֆիդանյանը չի կարողանում օգնել Կադիսին եւ շատ կարեւոր ֆուտբոլիստ է բացակայում է Լեռնային Արցախի կազմում հիմնական թիմի հավաքը չկա Արսեն Սարգսյանը նա այսօրվա հանդիպանը ներկա չէ իհարկե եւս մեկ կարեւոր ֆուտբոլիստ է Սարգսյանը իր թիմի համար ու պետք է այսօր արդեն առանց Արսեն Սարգսյանի փորձի հաղթարել Կադիսի արգելքը Լեռնային Արցախը Ջուլակյանը համաձայն չէ մրցավարի կայացած որոշման հետ, բայց կար խաղի կանոնների խախտում։ Եզից կնետի արդեն Կադիսը այո խախտեց Մանգասյանը խաղի կանոնները ոտքը թույլատրելիից ավելի բարձր բարձրացեց Մակարյան Օանյան կատարեց փոխանցում դեպի Կարեն Շիրխանյանը շատ լավ է մշակում գնդակը Շիրխանյանը նաև փոխանցումը ստացվեց Դուրգայանը աչից միացավ գրոյին ու եզրային նետում վաստակեց Կադիսի համար Կադիսի հավաքը Ավետիսյան արված թույլ ստացվեց Ավետիսյանի ձախ ոտքով կատարած արվածը Խաչատրյանը բարդություններ չունեցավ իսկ հիմա արդեն գնդակը լինելու է այո Լեռնային Արցախինը քանի որ դիպավ Կադիսի ֆուտբոլիստին հետո հեռացավ դաշտի սահմաններից դուրս Կոստանտյան դիրքը հարվածային է Կոստանտյան սա ավելի շատ փոխանցում է դեպի Դանելյանը, բայց չանցավ այդ փոխանցումը Ավետիսյան շքեղ գործողություն, գեղեցիկ փոխանցում Շիրխանյանը զարգացնում է արագություն ձախ եզրով Կարեն Շիրխանյանը արգելակումը լավն է դեպի կենտրոն Մակարյան վտանգավոր իրավիճակ է պետք է հարվածել Մակարյանը չհարվածեց ու արդյունքում այդքանով էլ ավարտվեց Կադիսի գրով փոխարենը հիմա նետվում է առաջ Արցախը Մանգասարյան եւ ուժեղ ստացվեց Արություն Մանգասյանի փոխանցումը դեպի Կամո Մանգասարյանը Տեղի ունեցավ փոփոխությունը Կադիսի կազմում տեսնենք արդեն Պապապլոյանը ով վարկյաններ առաջ դուրս եկավ խաղդաշտին ինչ փորձ է առաջարկել արձակման գծում նա փոխարինեց Խաչատրյանին Դանելյան թողնում է գնդակը Մանգասարյանին կա փոխանցում ու Ջուլակյանը վերահսկում էր պաշտպանությունը Խաչատրյան եւ շատ հանգիստ Լեռնային Արցախը դուրս եկավ այս իրավիճակից ճիշտ է այ հիմա արդեն վերջնական կարողացան հաղթահարել այդ իրավիճակը եւ Մանգասյանը շատ հանգիստ ընդունեց ու շարժվեց առաջ եւ տեսնենք Մանգասյան լավն էր փոխանցումը Դանելյանին ճուճի հարվածում Դանելյանը եւ հետո այսպիսի բարդ իրավիճակում դնում իր թիմակիցներին կար խախտում Կամո Մանգասյանի կողմից այո Մակարյան իջեցեց գնդակը շատ հանգիստ կերպով գլորեց Սողանյանի ուղղությամբ, բայց Սողանյանը բավական շատ հեռու թողեց ինքն իրենից գնդակ ու հիմա ստիպված արդեն խաղարկեց եզրային նետումը գնդակը
Լեռնային Արցախ, այո, Կադիսի սխալից Մանգասարյան ու անկյունային կտեսնենք։ Նույնիսկ շրջվեց եւ հարվածեց Մանգասարյանը իրավիճակում, բարդ իրավիճակում։ Եվս մեկ փոփոխություն է տեղի ունենում Կադիսի կազմում Ղևոնդյանն է դուրս գալիս, Խաղադաշ Դուրգանյանն է փոխարինվում։ Մանգասարյան անկյունային իրականացված է, բայց հեռացեց Կադիսը, ճիշտ է երկրորդ տեմպով է շարունակում Լեռնային Արցախի գրոհը, եւս մեկ փոխանցումը արդեն անկյունային է խաղարկում Լեռնային Արցախի Կոստանդյան, փոխանցումը կա շատ վտանգավոր փոխանցում էր իսկապես ու ոչ ոք չեզրափակեց այդ դրվագ հիմա Չիխանյանի փոխանցումը Գեղեցիկ Երոհանյան դեպի կենտրոն Բաբավլոյան ավելացեց գնդակը նորից Չիխանյանին է բաժին ասել գնդակը այս գրոհ սկսեց Չիխանյանը հարվածեց Չիխանյան ու հիմա արդեն եղավ անդրադարձ ինչից հետո անկյունային իրականացնի Կադիսը Օհանյան, փոխանցում Ղևոնդյան հարված ու Խաչատրյանը վերցնում է գնդակը շատ լավ խաղարկեց այս անկյունային Կադիսը, բայց իհարկե մեղադրել Ղևոնդյանին չենք կարող, շատ ճիշտ նկատեց անկյուն ու հարվածը կատարեց, բայց ինչ անես երբ Խաչատրյանը կռահում է անկյունը շատ լավ ծակ կատարում ու թույլ չի տալիս գնդակը դարպասում հայտնվի։ Հիմա Ստեփանյանն է լավ գործում Կարեն Ավետիսյան շքեղ է, ճիշտ է ռիսկային էր, բայց հենց այդ ռիսկը գեղեցկացեց նրա այս հնարքը Շիխանյան ստացա փոխանցում Մակարյանից շարժվում է առաջ Շիխանյանը, ճիշտ է այստեղ խաղի կանոնների խախտում է պահանջում կանոն Շիխանյանը, բայց մրցավարը շատ մոտ էր կանգնած ու ոչինչ չնկատեց, հիմա արդեն Լեռնային Արցախի գրոհը տեսնենք Կարապետյան ու Ջուլակյանը այստեղ էլ դիմավորեց շատ վստահ կերպով Կարապետյանին Հիմա էլ Շիխանյանն է խլում իրականացնում գնդակի զարգացնում արագություն տեսնենք Շիխանյան ու Մանգասարյանից այո հեռանում գնդակը անկյունային է իրականացնելու Կադիսը եւ տեսնենք արդեն ինչպես կիրականացնեն անկյունայինը Կադիսի տղաները Փոխանցում Շիխանյանից Ջուլակյանը փորձեց այստեղ ընթացքից հարվածել, բայց գնդակը մի փոքր հեռուն գնաց Ջուլակյանից փոխարենը հակագրոհում է Լեռնային Արցախը Մանգասարյան ու հայտնվում է գնդակը դարպասում Դանիելյանը եզրափակում է Մանգասարյանի փոխանցումը եւ բացում այս հանդիպանաշիվը 1-0 Լեռնային Արցախը առաջ է անցնում հաշվի մեջ Մեկ-0 բացված է հանդիպանաշիվը, այո, մի փոքր, այսպես ասենք, գրոհների տեսանկյունից ավելի ակտիվ էր Կադիսը, բայց առաջինը հաջողության հասավ Լեռնային Արցախը Նարեկ Դանիելյանի շնորհիվ, այո, հակագրոհ, որից հետո հետևեց Մանգասարյանի փոխանցում ու Դանիելյանի եզրափակում ամենաճիշտ պահին էր, որտեղ բացվեց այս հանդիպանաշիվը 1-0 եւ տեսնենք վաստողած գնդակից հետո Կադիսը ինչպես կլինի արձակման գծում Կարապետյան ցածից փոխանցում Դանիելյանի ուղղությամբ եւ այստեղ Ավետիսյանը խախտեց խաղի կանոնները ու կստանա դեղին կարտ, այո, խաղի կանոնների ակնհայտ խախտում էր սա եւ այո, առաջին դեղին կարտը արդեն տեսնում ենք այն Ավետիսյանը տեսավ իր գլխավերևում Որովհետև ենք Տուգանային ինչպես է խաղարկելու արդեն Լեռնային Արցախը Կա մրցավարի Սուրիչը Կարապետյանն է գնդակի մոտ
մտածել նույնիսկ տեղի ունեցավ ճիշտ է իբուք հարված չէր բայց ամենայն դեպս փորձեցին Լեռնային Արցախի տղաները այս իրավիճակում վտանգավոր է ու Աշիմ Օհանյանը հավասարեցնում է այո 2 րոպե պահանջվեց Կադիսից հաշվի հավասարությունը վերականգնելու համար մեկ հանդիպան Աշիվը հավասար է թիմերը շատ արագ փոխանակվեցին մեկական խփած գնդակներով ու տեսնենք արդեն կարելի ասել ամեն ինչ պետք է սկսեն երկուսն էլ 0-ից շատ լավ է արդեն որ երկու դարպասի գրավում տեսանք հիմա նորից Դանելյանն է հայտնվել արվածային դիրքում բայց այս անգամ արվածը բարձր է ստացվում Շիխանյան ու կլինի գնդակը Կադիսին, այո Քանը Շիխանյան սա խախտում էր անկասկած Ջուլակյանն է իրականացնում Տուգանային, այստեղ հեռացեց գնդակը Կոստանդյանը, այն կրկին վերադարձավ Ջուլակյանին ու գլխով ետ փոխանցում իհարկե դարպասապահ Ստեփանյանին ամենաճիշտ տարբերակ այս իրավիճակում Տևունցյան շատ լավ խաղարկումներ ափսոս շանցավ այս փոխանցումը Բաբաբլոյանի կատարած եւ հիմա արդեն Լեռնային Արցախն է անցնում գրոյի ափսոս Կոստանդյանի մոտ չստացվեց Ընդունել գնդակը կանցեցնել եւ շարժվել առաջ պատկերացնում եք ինչ լավ դիրքում 20-ար արվածին արվեցություն Մանգասյանը շատ գրագետ վարվեց Դանելյան եւս մեկ փորձ ու այստեղ արդեն Տևոնցյանն է փակում գնդակի ուղղությունը Մանգասարյան երվից արված եղավ այստեղ Ավետիսյանի ծանրադարձ ու անկյունային ենք տեսնելու Ցածից փոխանցում Դանելյանի եւս մեկ փորձը Խաչատրյանների վրա ընդունում շատ ակտիվ է Դանելյանը այս անցած րոպեների ընթացքում իսկապես ոչ միայն այն առումով որ գրավել է դարպասը ոչ մի քանի անգամ էլ փորձեր է իրականացրել Երևի առայժմ հանդիպան ամենաակտիվ ֆուտբոլիստը կարող են անվանել նրան այս անցած րոպեների համար Այս անցած ժամանակահատվածի Դանելյան եւս մեկ փոխանցում Ավետիսյանն է հեռացնում գնդակը Կոստանդյան Տեսնենք ինչ անունակություն կմտածի Արամ Կոստանդյանը փակվեց այստեղ Կոստանդյանի փոխանցումը, բայց այո, ավելի լավ անկյունային վաստակեց Այս իրավիճակում Լեռնային Արցախը եւ հետևենք Մանգասարյանի փորձին Փոխանցումը կա այստեղ էլ Ստեփանյանն է բարի հաջող կերպով հեռացնում գնդակը եւ երկար փոխանցում ենք տեսնում առաջ լավ գործեց այստեղ էլ Լեռնային Արցախի ֆուտբոլիստ Համբարձումյան իսկ այստեղ արտակարգեցին կատիները կանոնները պետք է ճիշտ տեղից խաղարկել, պետք է ֆիքսել գնդակը այդից պատճառով սուլեց մրցավարը հիմա ամեն ինչ կարքին է Մարատ Կարապետյան դեպի հետ Մանգասարյան Երկար փոխանցում առաջ լավ խաղարկումներ ու Ավետիսյանը հաստրեց հեռացնել գնդակը Շիշխանյան գեղեցիկ անցում էր ու տեսնենք շարունակությունը Կարեն Շիշխանյանի մոտ ինչպես է ստացվելու լավ անցումները ձեռնարկել որիորդ փորձը որիորդ մրցակիցը դիմավորել Շիշխանյանին եւ հազիվ արդեն ստացվեց խլել գնդակը նրանից առնվազն 2-3 մրցակցի շրջանցեց բայց արդեն
Վերջում խլեցին գնդակ ու թույլ չտվեցին Շիրխանյանին հայտվել արվածային դիրքում, այստեղ էլ խաղի կանոնների խախտում կար Մանգասարյանի դեմ պայքարում Պարասդատ Դուրգայանը վերադառնում է խաղադաշտ և Օհանյանն է փոխարինվում Իսկ ստանդարտը տեսնենք արդեն ինչպես կխաղարկի Արցախը Արություն Մանգասարյանն է գնդակի մոտ կամ մրցավարի Սուլիչը Մանգասարյան արված ու եթե ճիշտ նկատեցի Հայկ Ղևոնդյանը կանգնեց գնդակի ճանապարհին իրականացեց Լեռնային Արցախ ֆուտբոլիստները վտանգավոր փոխանցում էր ու կարծում եմ Կոստանդյանը չէր սպասում այս փոխանցմանը Խաչատրյան Կա փոխանցումը Շիրխանյանին ու Էրիկ Խաչատրյանը փրկում է երկու դրվագում էլ թե Շիրխանյանի թե Բաբաբլոյանի արվածներից հետո այք է իրավիճակ ու բրավո այստեղ դարպաս ապա Էրիկ Խաչատրյանի կրկնակի սեյվ մեկ դրվագում ու դարպաս այս իրավիճակում էլ մնաց անառիկ Հիմա Խաչատրյանը տեսեք սկսում է Լեռնային Արցախի գրոսա սովորական երևույթ է Լեռնային Արցախի ֆուտբոլիստների համար, բայց այստեղ փոխանցում է մի փոքր թույլ ստացվեց Ստեփանյան ուժեղ փոխանցում առաջ Կոստանդյան այստեղ միջամտեց դրվագին, իսկ հետո արդեն Կադիսի ֆուտբոլիստից հեռացավ, այո, գնդակը Մանգասարյան Դեպի Կոստանդյանը լավ նկատեց Հարություն Մանգասարյանն էլ Կոստանդյանը սա ինչ է 11 մետրանոց հարված չէ արդյոք կարծում եմ մրցավարը կուսումնասիրի դրվագը բայց հիմա Ավետիսյանն է շարժվում առաջ Շիրխանյան Բաբաբլոյան ուժեղ էր այս փոխանցում ու հիմա մրցավարը դիտելու է այո նախորդ դրվագի կրկնապատկերը տեսնենք իր որոշում կայացնի Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ամեն ինչ մաքուր էր, մրցավարի չկար այստեղ խաղի կանոնների խախտում ու ամեն ինչ մնում է անփոփոխ խաղադաշտում 2 րոպե մնաց առաջի խաղակեսի ավարտին եւ տեսնենք այս կարճ ժամանակահատվածում առաջի խաղակեսի արդեն Ինչ կանեն կողմերը իհարկե նրանց համար ձեռնտու կլինի Փիշման գնալ այսպիսի հաշվի պայմաններում, բայց եթե ստանցնեն հաղթողի կարգավիճակի ինչու ոչ, այդպես կարելի է մտածել Շիրխանյան հաջող գնդակի խլում էր լավ փոխանցում դեպի Խաչատրյանը շատ լավ փոխանցում, բայց մի փոքր թույլ ստացվեց դեպի Շիրխանյանն ընթացող գնդակը, այո, մի փոքր ուժեղ ու արդեն Շիրխանյանը պատրաստ էր արված կատարելուն Մանգասարյան պակեց Ջուլակյանն էլ Մանգասարյանի փոխանցման ճանապարհը կրկին Մանգասարյան Դավելյան ու այստեղ արդեն Ավետիսյանն է լավ գործում նկատեց որ Խաչատրյանը դարպասում չէ բայց նա սովոր է դուրս գալ ու շատ արագ դարպաս վերադառնալ իհարկե շատ լավ էր ստացվել Ավետիսյանի նկատում ու հարվածը պարզապես մի փոքր էլ պետք էր իհարկե ավելի ցածրից ուղարկել գնդակը վերջում այնպես հաշվարկել որ նման բարձրության չտանա բայց միևնույն է կարծում եմ նույնիսկ այդ դեպքում Խաչատրյանը հասնելու էր գնդակին Ջուլակյան շատ գրագետ վարվեց այստեղ Ջուլակյանը այստեղ նույնպես ուտեսնենք Մանգասարյան Եվ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար որից հետո կշարունակենք
Էլի ֆուտբոլիստներ վերադառնում ենք Կադիսთან դեմ Լեռնային Արցախի հանդիպման երկրորդ խաղակեսը միասին դիտելու 1-1 հաշիվը գրանցվեց առաջի խաղակեսում ու տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում թիմերը ինչպեսի ֆուտբոլ են մատուցելու մեզ, իսկապես հետաքրքիր ստացվեց առաջի խաղակեսը Կարեն Շիշխանյանն ու այստեղ արդեն Խաչատրյանը ստիպված էր միջամտել այս դրվագին Շիշխանյանին հարվածային դիրքում միայնակ էին թողել ու նա ամեն իհարկե վարքյան կարող էր դառնալ գոլի հեղինակ, բայց այստեղ ամեն դեպքում դարպասապահերի Խաչատրյանը դա թույլ չտվեց ու հիմա արդեն տեսնենք եզրային նետումն իրականացված է, բայց այստեղ մի փոքր հեռուն գնաց գնդակը, խլում իրականացեց այստեղ էլ գնդակի արդեն փաստացի Լեռնային Արցախը, Համբարձումյան ու հիմա կարող է մի փոքր ավելի արագ գրոհը Լեռնային Արցախի տականները, բայց ընկավ գրոհի տեմպը, հիմա արդեն ավելի Խորքից Դանելյան ուղարկեց գնդակը Տիգրան Համբարձումյանի ուղղությամբ, Համբարձումյան եւ բավական ուժեղ ստացվեց այս փոխանցումը Լևոնտյան շատ լավ նկատեց Շիշխանյանին հասավ գնդակն Լոհանյանին ու տեսնենք այս գրոհը Կադիսին ինչ է տալու Խաչատրյան մի փոքր անհարմար դիրքում ընդունեց Խաչատրյանը գնդակը, բայց միևնույնն է շրջվեց ու շարունակում է գրոհի փորձը այստեղ ափսոս փոխանցումը թույլ տածվեց բայց միևնույնն է դա ոչինչ չի փոխում այսպես ասած գնդակը լինելու է Կադիսինը տեսնենք Բաբավլոյանն է կատարում եզրային նետումը Էրիկ Խաչատրյան եւ այստեղ Ղևոնդյանը կոպիտ խաղաց իհարկե ինքը արդեն նույնիսկ խնդրեց մրցավարին դադարեցնել հանդիպումը իհարկե ծափարություններ նախ Ղևոնդյանին այս քայլի համար միևնույնն է նա դեղին կարգ կստանա բայց ստացավ ավելի ճիշտ արդեն բայց իհարկե գիտակցում էր կատարած խախտումը դա ամենակարևորն է այստեղ պարզ իրավիճակում կորցրեցին գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Ջուլակյան դեպի Շիշխանյան ուղարկեց գնդակը Շիշխանյանն էլ դեպի Ավետիսյանը շատ լավ նկատեց ու կատարեց այս փոխանցումը Կարեն Ավետիսյան տեսնենք ինչ շարունակություն է Ավետիսյանը մտածելու Մանկասարյանը փակեց գնդակի ճանապարհը, բայց այստեղ էլ իհարկե Լեռնային Արցախի մոտ նորից գրոհ սկսել չստացվեց Իսկ հիմա արդեն վերջական կորցրեց Կադիսը գնդակը այս իրավիճակում իհարկե տարբերակներ խնդրեցին, բայց այդպես էլ չստացվեց ու հիմա Հարան Կոստանդյանն է ընդունել գնդակը շարժվում է առաջ դեպի կենտրոն ուղարկեց Մանգասարյանի ուղղությամբ Մանգասարյանն մի փոքր ռիսկային էր, բայց այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում ամենայն դեպս դադարեցեց հանդիպում մրցավարը թույլ չտվեց Լեռնային Արցախին շարունակել գրոհը տեսնենք ինչ պատահեց հիմա Լեռնային Արցախի ֆուտբոլիստ Արսեն Հարությունյանին
Կանգնեց ոտքի Հարությունյանը ամեն ինչ կարգին է ֆուտբոլիստի հետ ու հիմա շարունակենք հետևել հանդիպանը Մանգասարյան հերվից փորձ Ղևոնդյանը կանգնեց այս արվածի ճանապարհին եւ հիմա արդեն եզրային հետումը կլինի Կադիսի ֆուտբոլիստերին Հայկո է որ շուտ ոտին տայ Դա նշանակում է վազը Բաբլոյան հերվից փորձ իհարկե այսպիսի արվածներով Խաչատրյանին չէ զարմացնի Ամբարձումյան դեպի կենտրոն Նիկոլայ Ամբարձումյանի ուղղությամբ Մանգասարյան Եվ այստեղ եզից եմ Լեռնային Արցախը Եվ այստեղ տեսեք վտանգավոր իրավիճակերի ու բարձր ընթացավ այս արվածը իհարկե վտանգավոր իրավիճակ է Խաչատրյանը ճիշտ է այս անգամ կարծես մի փոքր ավելին է դուրս եկելու Հիմա ցանկության դեպքում գնդակը կարող է հայտնվել նրա դարպասում բայց միևնույնն է այստեղ էլ մնաց Լեռնային Արցախի դարպասը անարիք Հիմա խլում Կադիսի ֆուտբոլիստերի կատարմամբ Շիրխանյան լավն էր փոխանցումը վտանգավոր իրավիճակ էր իսկ հիմա ինչ է այստեղ նորից մրցավարը ոչինչ չնշանակեց ու հիմա իհարկե ծափարությունն է Լեռնային Արցախին հանդիպումը դադարեցնելու համար բայց մրցավարը նորից է ուսումնասիրելու այս դրվագը հասկանանք ինչ է բանայել Ուսումնասիրեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց հարված Լեռնային Արցախի դարպասի ուղղությամբ այո տեղի էր ունեցել խաղի կանոնների խախտում Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կողմից ու տեսնենք ով է այս պատասխանատու պահին արված կատարելու իրավունքը վերցնում իդուսերին կարծես Կարեն Շիրխանյանը թե Ռուբիկ Ջուլակյանը կիրականացնի 11 մետրանոցը ոչ այնուամենայնիվ Շիրխանյանն է տեղադրում գնդակը շատ հետաքրքիր հակամարտություն ենք հիմա դիտելու Շիրխանյան թե Խաչատրյան Շիրխանյանը լավ է հարվածում Խաչատրյանը լավ է դարպասում տեղ զբաղեցնում տեսնենք այս փոքրիկ դիմակայությունում ով ավելի ուժեղ կգտնվի այս լարված պահին կա մրցավարի սուլիչը Շիրխանյան արված ու չի գրավում դարպասը Շիրխանյանը բարձր է ստացվում Շիրխանյանի կատարած արվածը հաշիվը մնում է ամեն ինչ մնում է անփոփոխ խաղադաշտում շատ հետաքրքիր իրավիճակ ստացվեց իսկապես շոկ տվեց հիմա Կադիսի հնարավորությունից եւ կարող են նույնիսկ այս չիրացած 11 մետրանոցի համար հետագայում իհարկե զղջալ օրինակ այն տեսանկյունից երբ ասենք Լեռնային Արցախը առաջանցնի հաշվի մեջ ու արդեն փորձի հանդիպում մոտեցնել ավարտին հաղթողի կարգավիճակում Մանգասարյան այստեղ չնկատեց ում է փոխանցում Մանգասարյանը փաստացի կորցրեց գնդակը Կարեն Շիրխանյան ու հիմա էլ արդեն փակեցին Շիրխանյանի հարվածի ճանապարհը Օհանյան դեպի Մակարյանը այստեղ նորից հեռացված է գնդակը
Իսկ հիմա արդեն վերջականորեն այս իրավիճակից դուրս եկան Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Կոստանդյան բայց այստեղ էլ մի փոքր անհաջող ստացվեց Կոստանդյանի կատարած փոխանցումը Շիրխանյան լավ գործողություններ էր Շիրխանյան փոխանցումը նույնպես Դուրգանյան ու գնդակը դարպասում է այդտվում թիմի ավակը Կադիսի ավակը դառնում է այս իրավիճակում գոլի հեղինակ ու առաջ մղում հաշվի մեջ Կադիսին Վարաստա Դուրգանյան 2-1 է դառնում հանդիպան Աշիվը, այո, այս խաղում առաջին անգամ արդեն Կադիսը հայտնում է հաղթողի կարգավիճակում, չիրացել Շիրխանյանը ընդամենը րոպեների առաջ 11 մետրանոց հարվածը, բայց ինչ փոխանցում ընդգծեց Դուրգանյանի համար, ով շեղելով գնդակի ուղղությունը այն ուղարկեց Էրիկ Խաչատրյանի պաշտպանած դարպասի 2-1 արդեն Կադիսը առաջ է կարողանում հասնել հաշվի մեջ ու տեսնենք Լեռնային Արցախի պատասխանը ինչպես է լինելու հիմա հեռացեցին գնդակը ու տեսնենք արդեն անկյունային հարվածին հետևենք Համբարձումյանն է կատարում փոխանցում այստեղ էլ Կադիսը նորից լավ է դուրս գալիս պաշտպանությունից Շիրխանյանը շատ գրագետ գեղեցիկ վարվեց փոխանցեց Օհանյանին Օհանյանն էլ արվածեց ու բարձր ստացվեց մի փոքր Օհանյանի կատարած արված այո շատ արագ է Կադիսը անցնում գրոյի շատ լավ են անցնում գրոյի Կադիսի ֆուտբոլիստները շատ արագ են անցնում գրոյի բայց այնպես չէ որ մեծ հաշվով բոլոր հարվածները դիպուկ են ստացվում Խաչատրյան երկար փոխանցում առաջ Ջուլակյանը այստեղ չխախտեց խաղի կանոնները ամենայն դեպս մրցավարը ոչինչ չնկատեց Կարապետյան Հիմա տեսնենք Ստանդարտը արձանագրեց մրցավարը Բայց ոչ, կուսումնասիրի ամենայն դեպս Ջուլակյանի դրվագը հասկանանք կար խախտում Ջուլակյանի կողմից թե ոչ Գիտեց մրցավարը այդ դրվագի կրկնապատկերը և չկար խաղի կանոնների խախտում Ջուլակյանի կողմից ամեն ինչ մաքուր էր տեղի ունեցելու հիմա միևնույն է ստանդարտ, բայց ոչ թե 11 մետրանոց հարվածի տեսանկյունից, այլ դուգանային հարվածից իրականացնին Լեռնային Արցախը ու այնպես չէ որ հերո է տարածությունը Կամո Մանգասարյանն է գնդակի մոտ տեսնենք այս ստանդարտը ինչ է տալու Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին Կասուրիչը Մանգասարյան խաղարկում էր սա Հարությունյան արված Ջուլակյան ու ինչ կասկածելի իրավիճակ է նորից ու կարծում եմ իհարկե սա այն դրվագներից էր որի համար եւս մեկ անգամ պետք է մրցավարը ուսումնասիրի այդ դրվագը անկասկած հասկանալու համար դիպավ գնդակը նորից ուշադրության կենտրոնում էր հայտնվել Ջուլակյանը նրա ձեռքին թե ոչ ամենայն դեպս կարծում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում որը հիմա է մրցավարը ուսումնասիրի այս դրվագը
ուսումնասիրեց այո մրցավարը նաև այս դրվագ ու դիպել էր գնդակը Ջուլակյանի ձեռքին 11 մետրանոց հարվածը նշանակված է արդեն Կադիսի դարպասի ուղղությամբ Լեռնային Արցախը հիմա արդեն կարող է հավասարեցնել այս հանդիպան հաշիվը ու հիմա էլ տեսնենք ով է իրականացնելու Լեռնային Արցախից 11 մետրանոցը Հարություն Մանգասարյանը եթե այդպես վերցնենք Կադիսը չօգտագործեցին 11 մետրանոց հարվածը դիպուկ չօգտագործեց բայց հիմա Լեռնային Արցախը փոխարենը կարող է անել Հարություն Մանգասարյան թե Մարտին Ստեփանյան սա է խնդիրը այս դրվագի հետ կապված կա մրցավարի Սուլիչը Մանգասարյանը մոտենում է Գնդակին հարվածում ու շատ անկասելի էր հարվածը 2-2 է դառնում հանդիպման հաշիվը Երկու նորից հաշվում է հավասարությունը նորից հետաքրքիր հանդիպման վերջնամաս ենք ունենալու իսկապես հիմա արդեն երկուսն էլ վստահ են որ ոչ միայն փորձելու են ավելի ուշադիր գործել նաև միևնույն ժամանակ գոհ չեն մնալու ոչ ոքի արդյունքից ու փորձելու են երկու կողմերն էլ իրենք հաշվում մեջ առաջ անցնելու վերջնական արդյունքը իրենց օգտին շրջել տեսնենք դա կողմերից ում մոտ կստացվի կամ երկուսի մոտ էլ չի ստացվի միևնույնն է արդեն 2-4 գնդակ այս խաղում եւ առանց այն վտանգավոր պահել բավականաչափ տեսել ենք այս հանդիպան ընթացքում բայց իհարկե կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է բնականաբար հաղթանակով հեռանալ խաղադաշտից այս դիտարժան հանդիպան ավարտից հետո տեսնենք կողմերից ում որքանով եւ ինչ բաժին կհասնի այս հանդիպան վերջական արդյունքում Կոստանցյան Մանգասարյանին ուղարկեց գնդակը փորձեց Մանգասյանը հարվածել բայց կողքից դիպավ գնդակ ու թույլ ստացվեց հարվածը Դուրգարյան կա փոխանցումը, բայց այստեղ մի փոքր այն ուժ է ստացվեց Մակարյանի համար։ Հարություն Մանգասարյան։ Հարված ստացավ ոտքին իհարկե Մանգասարյանն է իրավիճակում։ Երկար փոխանցում, շատ ընդգծված փոխանցում ստացվեց, այստեղ Կոստանդյանն էլ հարվածեց ու Ավետիսյանը պահեց Կոստանդյանի հարվածի ճանապարհը։ Շատ, իսկապես շատ հետաքրքիր վերջնամաս ենք ունենում դրանում իհարկե երկու կարծիք չկա վտանգավոր իրավիճակ հիմա Խաչատրյանն է ուշադրության կենտրոնում դարպասապահ Խաչատրյանն էլ վերցրեց այստեղ գնդակ ու այն նետեց Հարություն Մանգասարյանի ուղղությամբ հիմա գրոհում է Լեռնային Արցախը եւս մեկ փոխանցում ու հեռացված է գնդակը անկյունային կտեսնենք Տեսնենք անկյունային ով է խաղարկելու Լեռնային Արցախի կազմում Նիկոլայ Համբարձումյանն է պատրաստվում իրականացնել կա մրցավարի Սուլիչը Համբարձումյան փոխանցումը նույնպես Եվս մեկ հարված այստեղ բայց արդեն Մանգասարյանի հարվածը թույլ ու շեղ ստացվեց այս անգամ Մարտին Ստեփանյան դեպի Շիրխանյանը գլորեց գնդակը Ստեփանյանը Շիրխանյան Գնդակի տեղափոխություն դեպի Մակարյանը լավ խաղարկում այստեղ Մակարյան հարված ու բրավո Խաչատրյանին այս իրավիճակում նման ճիշտ
կողմնորոշության համար իսկապես շատ լավ սեյվ կատարեց այստեղ Լեռնային Արցախի դարպասապը, իսկ ինչ արեց Մակարյան այս իրավիճակում շատ հնարամիտ խաղարկում ու շատ մոտ էին Լեռնային Արցախը Եվս մեկ գնդակ բաց թողնելուն Կադիսի ֆուտբոլիստերի կողմից, բայց իհարկե դարպասում ունեն նրանք Խաչատրյանի պես դարպասապա եկեք դա չմոռանանք Ավետիսյան փոխանցումը կա այստեղ Կոստանդյանին ավելի ճիշտ կլինի ասել բաժինասավ գնդակը Կոստանդյանն տեղափոխեց գնդակը Աչեսր Մանգասարյան մի փոքր պետք է արագացնել, բայց ոչ Շիշխանյանը մնաց ոտքերի վրա խլեց գնդակը ու հիմա արդեն Մանգասարյանը փորձեց վերականգնել Կամո Մանգասարյան վտանգավոր գրոհի անցել հիմա Լեռնային Արցախը տեսնենք Մարատ Կարապետյան դարպասաձողին դիպավ գնդակը Նիկոլայ Համբարձումյան չի ավարտվել այսքանով Լեռնային Արցախի գրող Համբարձումյան իսկ հիմա արդեն թույլ կտա մրցավարը Կադիսին շարունակել գրող Խաչատրյանն է Աչեզրում վտանգավոր է փոխանցումը կա ու անկյունային է վաստակում Կադիս այս իրավիճակում անկյունային իրականացված է այստեղ հեռացեցին գնդակը Կադիսի տղաները Կոստանդյանն էլ շարժվում է առաջ փոխանցում Մարատ Կարապետյանի ուղղությամբ ու այստեղ իհարկե կարծես առաջին հայացքից մաքուր էր ամեն ինչ Ղևոնդյան ես իսկ կնետի Կադիսը երկար նետում եվս մեկ անգամ ես իսկ կնետի Կադիսը Եզրային իրականացված է Էրիկ Խաչատրյանը այստեղ շատ վստահ գործեց խաղի կանոնները կարծես չխախտեց դեպի Կոստանդյանն է ուղղված գնդակը հասավ Արամ Կոստանդյանը գնդակին Կոստանդյան փոխանցում վտանգավոր իրավիճակ է ու հեռացնում է Մակարյանը այստեղ գնդակը Նիկոլայ Համբարձումյանը երվից փորձ բարձր է ստացվում Համբարձումյանի հարվածը Եվ ինչ են անում հիմա Կադիսի ֆուտբոլիստները պաշտպանությունում անկյունային է վաստակում Լեռնային Արցախը հիմա սա կարող էր իսկապես չարաբաստիկ լինել Կադիսի համար ոչնչից նվեր մատուցեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին Կա փոխանցում այստեղ Ավետիսյանն է հեռացնում գնդակը Վտանգավորը Մկրտումյան փոխանցում դեպի Աչեզր Ավետիսյանը գրայեց այս խաղարկման ճանապարհը, բայց միևնույն է Կադիսի համար էլ չստացվեց գրոհ սկսել Եվ այստեղ արդեն անկյունային, այո, անկյունային է վաստակում Լեռնային Արցախը Ոչ, հարված դարպասից, այո, ծափարություններ այստեղ արդարացի որոշում կայացվեց ի վերջո Երկար փոխանցում առաջ հասավ գնդակը Շիշխանյանին Փոխանցում ու Խաչատրյանը վերցնում է այստեղ գնդակը ու տեսեք Խաչատրյանը որտեղ է հասել իհարկե այնպիսի իրավիճակ է կարծես Խաչատրյանի տեսանկյունից որ կամ հաղթել կամ պարտվել Ջուլակյան դատարկ է դարպասը բայց իհարկե ոչինչ անել նա միայնակ չէր կարող այս իրավիճակում Ավետիսյան Դանիելյանը խլեց այստեղ գնդակը կատարեց փոխանցում վտանգավոր իրավիճակ Համբարձումյանում բանկվեց Համբարձումյանի հարվածի ճանապարհը Կամո Մանգասարյան եւ վերջ հանդիպումն ավարտվում է ի վերջո այս հետաքրքիր հանդիպումը ավարտվեց մարտական ոչ ոքի արդյունքով թիմերը վաստակեցին մեկական միավորներ Կադիսը վաստակեց իր առաջին միավորը Լեռնային Արցախը ունեցավ 4 միավոր Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում 2 տուրերից հետո ու այս պահին Վոտֆորդի հետ միասին
Ոչ Watford-ը ներողություն 6 միավոր ունի Lerline Արցախը 4 գլխավորում են այս խումբը։ Խաղային օրը ավարտում ենք, շնորհակալություն որ մեզ հետ եք, բարի գիշեր ու ամենայն բարիք։